Պարոն Դանիելյան, այս պահին եկեղեցու մոտ եք քանաքեռի, Սուրբ Աստվածածին, խնդրում եմ ներկայացնեք իրավիճակը, ինչու հանկարծ ռազմական ոստիկանությունը որոշեց այդտեղ ծառայություն իրականացնել այսօր։ Մոտեցել եմ ռազմական ոստիկանության աշխատողներին, բարձրաբանումներ են պահանջել, իրենք խնդրեցին, որ վերադաս մարմիններից հետ բարձրաբանումները ստանան, իրենք ոչինչ չեն կարող ասել, ես փորձեցի կապ հաստատել Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի հետ, փորձեցի կապ հաստատել ռազմական ոստիկանության պետի հետ, ոչ մեկ իմ զանգերին չպատասխանեց, մինչ այս պահը պատասխան չեմ ստացել եւ բարձրաբանումներ չեն տվել, թե ինչ գործ ունեն այստեղ ռազմական ոստիկանության աշխատողները։ Պարոն Դանիելյան, անկեղծ ասած, մեր զանգին եւ հաղորդագրությանը պատասխանել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամը Թորոսյանն, ասաց, որ բնականոն ծառայությունը եւ Երևանի այդ վարչական շրջանում մի քանի զորամաս ունեն իրենք։ Ինձ համար մի փոքր տարօրինակ էր, որ եկեղեցին դիտարկում է զորամաս, որքանով, այսինքն այդտեղ կարող է այդ հատվածը դիտարկվել կամ համարվել զորամաս եւ եթե այդպես է, ապա ինչու մինչ այժմ տարածքում երբևէ նման հսկողություն չի իրականացվել ՊՆ-ի կամ ռազմական ոստիկանության կողմից։ Մեր մասած տարօրինակ մեկնաբանություն է, այլ բան սպասելի չէ, եթե իրենք մտածում են, որ եկեղեցին զորամաս է, ցավում եմ իրենց համար, իրենք օրը մոխրության մեջ են, եթե մեղմ ասեմ, չի նշանակում երբանից է դարել եկեղեցին զորամաս, էլի Նիկոլ Փաշինյանի հրամանով կամ հրահանգով կամ կամայական որոշումներով, արդեն եկեղեցին դարձել զորամաս։ Տարօրինակ անընդունելի մեկնաբանություն է, որևէ հիմնազուրկ որևէ խելագարության կանխավարկածով չեմ առաջնորդվում, էլի, ասենք ինչ նշանակում եկեղեցին զորամասը ապչել կարելի է, էլի, ինչ մեկնաբանություններ, ինչ մեկնաբանեմ այդ աբսուրդին է, հիմա մարդիկ ստեղ են, գալիս են եկեղեցի, հավատավոր ժողովրդի եւ ապշած են, թե ինչ գործ ունի ռազմական ոստիկանության աշխատակիցները եկեղեցու տարածքում։ Եվ այս մեր հավատավոր ժողովրդի մոտ զարմանք, ապշանք, վրդովմունք առաջացնում է ամեն ինչ, էլի։ Պարոն Դանիելյան, որևէ կերպ հոգևորականների մուտքը, օրինակ Տեր-Պսակի կամ մյուս գնդերեցների, չգիտեմ, գուցե նախկին արդեն գնդերեցների, քահանաների մուտքը մի խոսքով եկեղեցի խոչընդոտվում է։ Այս բանին չէ, որևէ խոչընդոտ չկա, բայց ամեն դեպքում անհանգիստ վիճակ կա, որովհետև նման բան երբեք տեղի չի ունեցել։ Այս ամենիցը աննախադեպ է եւ նման բան երբևէ տեղի չի ունեցել։ Պարոն Դանիելյան, նաեւ գիտենք, որ եկեղեցին, կոնկրետ այդ եկեղեցին պատկանում է Մայրաթորին, արդյոք սա նշանակում է, երբ դիտարկվում է որպես զորամաս, նշանակում է, որ Պաշտպանության նախարարությունը հավակնություն է ներկայացնում եկեղեցու նկատմամբ, սեփականության նկատմամբ։ Սա կարող ենք նման ենթադրություններ ունենալ, հաշվի առնելով իրենց նախորդի ապօրինի հակաեկեղեցական, հակապետական փափիղծ մոտեցումները, սա էլ կարա բացառություն չլինի։ Հովանավանքում նմանատիպ էլի սկզբունքով է, չէ՞։ Կարծեք թե սկզբունքով են առաջնորդվել, Հովանավանքում էլ փոխել են ուրեմն բանալիները, եւ հիմա էլի գրաված է, չէ՞, Հովանավանքը։ Հիմա հնարավոր է ենթադրում եմ, որ այս եկեղեցին էլ նույնպես գործում է գրավի, այս անգամ էլ արդեն ուրիշ դերակատարների կողմից, այսինքն կոնկրետ պաշտպանության, ոնց հասկանում են պաշտպանության նախարարությունն այս պարագայում այդ անփառունակ պարտականությունները, պարտավորությունները ստանձնել իր վրա, էլի, այսինքն այս արդեն ուրիշ մոտեցում է, էլի, բանը նույնն է, բայց այս պարագայում մի քիչ ոնց որ արդեն առաջի պլան է գալիս ուժային կառույցի ներկայացուցիչները, որը էլի
պակաս անթույլատրելի չի։ Եվ նաև նախորդին, ինչպես գիտենք, հայտնի դարձավ, որ հոգևոր ծառայությունը պաշտպանության նախարարությունը լուծարել է, նախարարի հրամանով լուծարվել է, եւ նաև քիչ առաջ Տեր Պսակի մեկնաբանություններն էինք լսում, որտեղ նա հերթական անգամ խոսում էր այն մասին, որ գնդերեցներին առաջարկվել է միանալ վարչապետի այսպես կոչված բարենորոգման ծրագրին։ Մենք գիտենք, որ բանակը պետք է քաղաքականությունից դուրս լինի։ Արդյոք այս գործողություններով, գնդերեցների նկատմամբ ճնշումներով, նաև հոգևոր ծառայությունը այսպես լուծարելու քայլով բանակը անմիջականորեն եւ ուղիղ կերպով չի ներգրավում քաղաքականությանը։ Բանակը արդեն երկար ժամանակային ակտիվ քաղաքական process-ներին մասնակցում է, Բարսաշյան գիտեք, որ զինվորականները նկատվել են, տեսել են հակաօրինական ապօրինի հակաեկեղեցական արշավին, ուխտի եթերին եւ այլն, նաեւ գիտենք, որ այս ընթացքում բազմաթիվ մարդիկ, որոնք որ չեն կիսում եւ հակաեկեղեցական արշավը եւ երկում այդ ստեղծված իրավիճակը, այդ մարդիկ ազատվում են իրենց պաշտոններից կամ աշխատանքից են ազատվում, դե հիմա էլ արդեն բարձ ակնհայտ արդեն բացահայտ ուժի ցուցադրություն է, բացահայտ ապօրինություն է, բացահայտ ներգրավվածություն է այս ապօրինի process-ներին, որը անընդունելի է եւ իր հերթին քրեորեն հետապնդելի արարքային։ Իմ պատկերացմամբ դա իրավաբաններն ավելի հստակ դրա գնահատականը կտան, բայց առերևույթ ես այդտեղ տեսնում եմ հանցագործություն, իշխանության վերազանցում եւ այդ շրջանակներում իհարկե կարող են ենթադրել, որ այս ամեն ինչը ցավով եմ ասում, բայց կարող է նաև վաղը շարունակություն ունենալ, այսինքն ինչ որ մի բան կարծում են պլանավորում են եւ այսօրվա այստեղ հետապահություն իրականացնելը հենց այդ նպատակով։ Ինչ նկատի ունեք, այսինքն կողպեն դուռը թույլ չտան քահանաների ներս գործել։ Քահանաների գործունեությունը, պատվարակների ընթացքը խաթարեն, եկեղեցին զավթեն, ամեն ինչ կարող են անել, էլի։ Ուժային մեթոդով ամեն ինչ հնարավոր է, բայց ի վերջո ես համոզված եմ, որ այս ամեն ինչը անփառունակաբար ունենալու եւ իրենք այլ գործողությունները, որ մինչեւ այս արել են, տեսել են, որ արժեք չկա, հիմա արդեն բացեբաց արդեն ուժայիններով, բանով, այս ամեն ամբողջ իրենց գործիքակազմով փորձում են հերթական ճնշումը գործադրել, բայց եկեղեցին անսասանա, հայրաքելական սուրբ եկեղեցին հայրապետի գլխավորությամբ եւ հավատավոր ժողովրդի աջակցությամբ այս փորձությունները պատվով հաղթահարելու համոզված։ Պարոն Դանիելյան, ամեն դեպքում չեմ կարող նաև չհարցնել գնդերեցների եւ հոգևոր ծառայության նշանակության մասին բանակում եւ հատկապես շարքային զինծառայողների համար։ Անգնահատելի է, դա ինչ որ գնահատական չկա, որ կարող եմ ես տալ, անգնահատելի է, բացառիկ է, ես նաև շատ եմ զրուցել, զորամասեր եմ այցել զրուցել մեր զինվորների հետ, իրենց հոգեբանական աջակցություն, հոգևոր կրթություն, տարբեր տիպի ուրեմն աջակցություն կատարվել հոգևորականների կողմից, այսինքն դժվար պահերին են բախտորոշ ժամանակաշրջանում, երբ որ մեր պետությունը մարտահրավեր է արժևը կանգնած, առաջինը հենց գնդերեցներն են եւ զենքը ձեռքներին վերցրել, պահպանել հայրենիքը եւ նաեւ ամբողջ այդ ընթացքում մի սանտիմետր իրենց դիրքը չեն լքել եւ շատ մեծ օգուտներ են բերել մեր բանակին, մեր պետությանը, այսինքն սա որևէ մի կերպ սակարկման կամ չգիտեմ այլ մեկնաբանություն չի կարող լինել, բացի գնահատականի խոսքերից, գնահատանքի խոսքերից, բացի խոնարհումից, շնորհակալությունից եւ
ի վերջո սա բանակը նաև թույլատնելու փորձ է, էլի հիմա եթե գնդերեսների ինստիտուտը փորձում են վերացնել, դա բանակը իհարկե թույլատնելու է, որովհետև դրական բան այստեղ չկա, կա բացասական եւ միայն բացասական սպասելիք հետայսու եւ այս առումով սա միայն կարող է գոհացնել մեր մահիներին, մեր ժողովուրդը չի կարող գոհ լինել այս վիճակից եւ նաեւ երեկվանից մենք տեսնում ենք, որ մեր հայրենակիցները ինչպիսի արձագանքներ են տալիս այս որոշմանը։ Շնորհակալ եմ շատ։